Հրազդանի մեծ կամրջի, Գևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել են, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում, ներառյալ երթևեկելի մասի և հետնյութային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։ Պարոն քաղաքապետ, կուզեի նաև տեղեկացնել, որ Լամբադա կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթը կայացել է։ Այսքանը, շնորհակալություն։ Շատ բարի, պարոն Թևոսյան, տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Նաեւ կուզեի ասեի Ավետիսյանի մասով, ինչ փուլում ենք, երբ ենք ավարտում, երբ ենք բացում փողոցը։ Պարոն քաղաքապետ, պլանավորում ենք մաքսիմում 2 օրվա մեջ բացել Ավետիսյան փողոցը, ամբողջությամբ առաջին երաշերտ ասֆալտապատում է տեղի ունենալու, առաջին եւ երկրորդ շերտերը հարված են, աջ կողմում մայթի լայնացման աշխատանքները ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է եւ այսօրվանից պլանավորում ենք 24 ժամ, եթե ամբողջությամբ մեր պլանավորվածով գնա, արդեն ավարտենք։ Վերջի շերտը ասֆալտապատման տեղում։ Դիտահորերը բոլորը բարձրացված են, մակարդակի հասցված են, մի մայթը լայնացրած է, լարերը գետնի տակ են անցկացրել, իսկ վերևի անցկացնում ենք process-ը, դեռ անցկացման process-ում ենք, բայց կառուցված է համակարգը։ Այսինքն խողովակները ներդրված են, լարերը պետք է անցկացնենք ու վերևի լարերը վերացնենք։ Այո։ Շատ լավ։ Պարոն Կարոյան, ինչ ունենք Պրոշյան-Պարոնյան հատվածում։ Պարոն քաղաքապետ, Պրոշյան-Պարոնյան հատվածում 3 պրոյեկտ է իրականացվում, 2 պրոյեկտը իրականացում է ջրային կոմիտեն, այսինքն 2 տարբեր լոտերով, 2 տարբեր շինարարական աշխատանքների միջոցով, մեկը իրականացում է Վասպուրական կազմակերպության կողմից, մյուսը Արտպլաս կազմակերպության կողմից։ Դեմիրճան Խաչմերուկից դեպի Բաղրաման հատվածը իրականացվող աշխատանքները խոստացել են նախնական մոտ 7 օրվա ընթացքում ավարտեն։ Այսինքն այդ 7 օրի ընթացքում իրանք պիտի հիմնական այդ խողովակաշարը անցկացնեն եւ հետո դրանից հետո նոր արդեն իրանց պրոյեկտը ջրային կոմիտեի ծրագրի շրջանակում նոր արդեն կմտնեն բակային հատվածներ, արդեն ճյուղավորումների կտան, բայց Պրոշյան փողոցից նախատեսումը այդ կազմակերպության կողմից ավարտել մաքսիմում 7 օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է ներքևի հատվածում դեպի Պարոնյան Լեո նույնպես նմանատիպ ժամանակ է ֆիքսված շինարարների կողմից, որ գոնե կհասնեն մինչև Լեո Խաչմերուկ նույն ձև հիմնական այդ խողովակաշարը կանցկացնել, որից հետո արդեն նոր կտեղափոխվեն Կոզերնի թաղամաս, որպեսզի ներ բակային արդեն միացումների տան։ Տեմպը բավականին շատ ակտիվ է, ուղղակի պարոն քաղաքապետ, քանի որ նաև երթևեկությունն է կներեք ինտենսիվ, դրա համար աշխատանքները քիչ թե շատ կարող տեղ-տեղ դանդաղեն, բայց փորձում են մաքսիմալ արագ այդ աշխատանքները իրականացնել եւ հուսանք ժամկետները կպահպանվի։ Շատ լավ, Ազատության պողոտայի ոռոգման համակարգը ինչ փուլում է։ Կներեք պարոն քաղաքապետ, Պրոշյան փողոցի վրա նաև Էդ էլ ասեք, այդ ոռոգման համակարգը երրորդ պրոյեկտն էր, որ իրականացում է, ոռոգման համակարգը ինքը աշխատատարը կարող է շուրջ 1 ամսի չափով դեռ այդ process-ը ամիսու կես տևի, որտեղ ինքը պիտի գա հասնի միջև Ձկան խանութի Խաչմերուկ իա 2 հատումներով, 2 ուղղությամբ զուգահեռ, բայց իրանք ավելի համ խողովակի տրամագիծն ավելի փոքր, համ էլ իրանք ոնց որ մայթի մոտ հատվածով են տանում, դրա համար առանձնապես խոցելի չի։ Բայց երբ որ այդ 2 պրոյեկտների ջրային կոմիտեի հենց որ արդեն իրանք աշխատանքները ավարտեն, արդեն մեկամսին չեն խանգարի այդ աշխատանքները ոռոգման ավելի ինտենսիվ կլինեն ու ավելի կարագանա, ավելի խնդրալույս չի դառնա։ Ինչ վերաբերում Ազատության պողոտային,
այնտեղ աշխատանքները իրականացում են, տեմպը նույնպես պահվում է, Այդ շատ վարչական էլի, որ այն տեմպը, որը որ կար, այդ տեմպն է պահվում։ Դա ամենավատը հենց այս նախադասությունն էր, որովհետև այդ տեմպը բավարար տեմպ չի։ Չէ, նախնական տեմպի մասին չի խոսակցում, պարոն քաղաքապետ, հիմա արդեն ԱԱԿ-ին ակտիվացրել են, որտեղ շատ խիստ նախազգուշացում է տեղի ունեցել, որպես աշխատանքները արագացնեն, Էսպասիոն կենտրոն վարչական շրջանին արդեն ջրամատակարարումը ապահովված է, ոռոգման ջրի, հիմա աշխատանքներ շարունակվում են Քանաքեռ-Զեյթունի եւ Արաբկիր վարչական շրջաններին, որպեսզի արդիականացվի նաեւ իրենց խողովակաշարը։ Շատ լավ, պարոն Թևոսյան, վերադառնանք ճանապարհներին։ Ինչ ունենք գալիք անելիքների ցանկում։ Ինչ ճանապարհներ ենք դեռևս նորոգելու, միջին նորոգում անելու, հիմնանորոգելու։ Պարոն քաղաքապետ, մենք ունենք մեր բյուջեով հաստատված փողոցների ցանկը եւ ունենք վերջերս մեր տկեն ճանապարհային դեպարտամենտի գործընկերների հետ հանդիպումներ տեղի ունեցավ, ունենք որոշակի ցանկ, որը որ դիտարկվում է իրանց կողմից աշխատանքները կատարվեն, թույլ տվեք ամբողջացնեմ ցանկը եւ ձեզ ներկայացնեմ։ Շատ լավ, հիմա բայց ձեր ընթացիկներն էլ ասեք մյուս, որ հիմա իրականացվում է։ Ներկայումս կատարում ենք մի քանի հատվածներում հիմնանորոգում, օրինակ Արինբերդ, Եղվարդի խճուղի տանող այդ հատվածում, Ավետիսյան փողոցը շուտով կավարտենք, Գևյան կամուրջն ենք անում, Լամբադայի մրցույթը կայացավ, շատ փոսալցման, ճակալցման աշխատանքներն ենք սկսել արդեն իսկ Բարաշեն, Բարաշենի 9-րդ փողոցը, այո, ավարտին ենք մոտենում, արդեն վերին շերտին ենք հասնում։ պարոն Հովհաննիսյանը էլի է ոնց որ ասում։ Ոսկերիչների փողոցի մասով Ոսկերիչների փողոցի մրցույթի օրը շուտով կունենանք, ֆինանսական մասը Տիկին Ավետիսյանի հետ արդեն քննարկել ենք եւ հրատապ արագ կարգով ձևաչափով կդրվի։ Շատ լավ, մյուս գործակարգավարականին ամբողջ ցանկը արում, Եղվարդի խճուղին էլ չասեցիք։ Ասեցիք, ինչ փուլում է Եղվարդը։ Տացիկա աշխատանքները առաջ են գնում։ Ինչ ժամկետ ունեն։ Եթե չեմ սխալվում, մոտ 3 ամիս էր, պարոն քաղաքապետ, թե չէ կներեք ավել, չէ 7 ամիս է։ Բայց պետքա տեմպ տան, այդքան ժամանակ չկա։ Պարոն քաղաքապետ, այնտեղ խնդիրը մեր մոտ հիմնականում կայանում է Ստորգետնյայի ենթակառուցվածքների հետ հիմնանորոգման ժամանակ, որի որ լուծումը հիմնականում արդեն իսկ տրված է եւ տեմպը բավականին սկզբի հետ փոխվել է եւ արագացել։ Բառ նշանակում է, որ էականորեն շուտ պետք է ավարտենք։ Այո, ինչպես Ավետիսյանը, որը դեռևս պետք է հուլիսին ավարտենք, բայց այս երկու օրում կավարտենք։ Շատ լավ։ Հաջորդը։ Հանձնարարական 44, զեկուցել Նոր Խարբերդի, Կորեայի ձորի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 156, Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզների եւ Ավան վարչական շրջանի Մսուր մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, Նոր Խարբերդ թաղամասում Մսուր մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Մանկապարտեզը ունենալու է 6 խումբ, տանիքում տեղադրվելու են 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կառուցվելու է նոր կաթսայատուն, տեղադրվելու է ջեռուցման համակարգ, շենքը ամբողջությամբ համալրվելու է հակարդեային ջրամատակարարման, ներքին կոյուղու անձրևաջրերի հեռացման ցանցով, օդափոխության տեսահսկման համակարգերով։ Բակի բարեկարգման շրջանակներում կիրականացվի կանաչապատում, կկառուցվեն մետաղական ցանկապատ եւ խաղահրապարակ, շվաքարան աղավարներ, կառուցվելու է ոռոգման համակարգ եւ արտաքին լուսավորության ցանց։ Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձոր նոր մանկապարտեզի շենքի կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազման աշխատանքները շուտով կավարտվեն, որից հետո կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները ավարտական փուլում են եւ Արաբկիր վարչական շրջանի համար 24 եւ Ավան վարչական շրջանի Մսուր մանկապարտեզի նոր շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել են, կատարվել են հողային աշխատանքները, կառուցվել են շենքերի հիմքերը եւ նկուղային հարկերի երկաթբետոնե կառուցվածքները։ Կատարվել է նկուղային հարկերի արտաքին պատերի ջրամեկուսացումը, ներկայումս իրականացվում են վերգետնյա հարկերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սիրելի երևանցիներ, մենք ունեինք խոստացած մի քանի կարևոր թաղամասերում մանկապարտեզների կառուցման կամ մանկապարտեզային խնդրի լուծման
հարցեր եւ տրված խոստումներ եւ ուզում եմ հստակ արձանագրել թե ինչ են կարել ամեն մեկի մասով։ Առաջին հերթին նոր Խարբերդ թաղամասում մանկապարտեզի կառուցման ընթացքը մեկնարկը տրված է եւ մանկապարտեզը այս պահի դրությամբ կառուցվում է։ Արաբկիր վարչական շրջանում, որտեղ որ երեխաների խնամքը իրականացվում էր փաստացի մեր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, որը իրապես տարօրինակ էր եւ նորմալ երևույթ չէր, այդտեղ մենք արդեն իսկ տվել ենք լուծում, երեխաները բոլորը տեղափոխվել են նոր տարածք, հենց նույն Կորեայի ձորի հատվածում եւ արդեն իսկ մանկապարտեզի աշխատանքները կազմակերպվում են մի տարածքում, որը քաղաքապետարանը վարչում է։ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի 3 խմբանի մեր մանկապարտեզի պայմանները, որը գործում էր վթարային շենքում, 3-րդ վթարայնության աստիճանի շենքում, բնակելի շենքի առաջին հարկի տարբեր հատվածներում երեխաները տեղափոխվել են նոր մասնաշենք, որը կրկին Երևանի քաղաքապետարանը վարձակալում է եւ այդտեղ կարծում եմ նաեւ որոշակի լուծումներ պետք է դիտարկենք երկարաժամկետի տեսանկյունից 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են եւ իհարկե Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզը, որը կրկին վթարային էր, շինարարական աշխատանքները շատ ինտենսիվ փուլում են գտնվում եւ վերջինը Ավան վարչական շրջանից Արավ աղբյուրի նոր մանկապարտեզը, որի մեկնարկը, շինարարության մեկնարկը նույնպես տրված է, այսինքն մենք կարող ենք արձանագրել մի կարևոր փաստ այն ամենախնդրահարույց հատվածներում, բոլոր այն թաղամասերում, որտեղ որ մանկապարտեզային խնդիրը կանգնած էր ամենասուրը, կարելի ասել մենք լուծումները տվել ենք։ Այս պահի դրությամբ ես գնահատում եմ, որ ունենք խնդիր Էրեբունի վարչական շրջանում, որտեղ որ մի քանի մանկապարտեզ միաժամանակ փակվել են եւ մեր ուշադրությունը պարոն Թևոսյան պետք է սևեռենք Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների հիմնանորոգման վրա, Տիկին Բաբայանն էստեղ է, Տիկին Բաբայանենց բլոկն էլ ամեն դեպքում պետք է իր ուշադրությունը սևեռի Էրեբունի վարչական շրջանի վրա, որովհետեւ ինտենսիվ աշխատանք անելով այս մանկապարտեզները, որոնք որ նոր նշեցի, մենք խնդիրը փաստացի կամ լուծել ենք, կամ լուծման ընթացքում ենք, ինչքան էլ որ դա բարդ չի եղել, օրինակ նոր Խարբերդի դեպքը շատ տենց երկար պատմություն էր եւ հետեւապես մեր հաջորդ խնդիրը պետք է լինի Էրեբունի վարչական շրջանում են մի քանի փակված մանկապարտեզների խնդրի լուծումը։ Շնորհակալ եմ հաջորդը։ Հանձնարարական 117 ներկայացնել տեղեկատվություն Երևան քաղաքի համար 112, 36, 97, 164, 143, 99, 95 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, նոր վարչական շրջանի թիվ 112 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ավարտված են։ Աչափնյակ վարչական շրջանի թիվ 36 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են, կատարվել են ոռոգման ցանցի նորոգման եւ արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, տեղադրվել են շվաքարաններ։ Եվ թիվ 97, 164, 143 եւ 99 մանկապարտեզների բակերի բարեկարգման շինարարական աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը կնքված են, աշխատանքները ընթացքի մեջ են։ Թիվ 95 մանկապարտեզի բակի պայմանագրերը նույնպես կնքված են, շինարարական աշխատանքները կսկսվեն տարածքում կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացվող աշխատանքների ավարտից հետո։ Պարոն քաղաքապետ, թույլ տվեք նաև ներկայացնեմ, որ խնդրում կմիացնենք։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի հատակի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը կնքված են, համաձայնագրերի կնքումից հետո աշխատանքները կմեկնարկեն։ Մոտ ժամանակներս, պարոն քաղաքապետ։ Շատ բարի, սա էլ եւս մի կարելի ասել ստացված ծրագիր, որ Երևանի քաղաքապետարանը մեկնարկեց մի 2 տարի առաջ եւ սկսեց իրականացնել բոլոր այն մանկապարտեզների բակերի հիմնանորոգումը, որտեղ որ արդեն շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են, որովհետեւ մեր տարբեր ծրագրերով
բակային բարեկարգումները չէր իրականացվում, հիմա կարելի է ասել, այս մանկապարտեզը ստանում են ամբողջական տեսք եւ երեխաների խնամքը կազմակերպվում է ամբողջապես նոր միջավայրում, սկսած շենքից, ավարտած նաև բակով։ Ինչ վերաբերում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգմանը, այնտեղ ունենք այո խնդիր սալերի փոխարինման հետ կապված եւ կարծում եմ այդտեղ պետք է աշխատանքները մաքսիմալ էլի արագ, բայց շատ որակով կազմակերպել եւ այդտեղ էլի միջավայրը ամբողջապես կփոխվի դրանից հետո։ Շնորհակալ եմ։